Ես չգիտեմ, օրինակ ընտրություններից առաջ իսկ այդ հարուստները, որ բանակից փողով իրենց երեխաներին ազատում էին, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնում էին ծառայում էին, օրինակ ես չնայած էլի ասում հարուստ լինելով հանդերձ հարուստ ընտանիքից, ապահոված լավ հարուստ չասեմ, ապահոված ընտանիքից լինելով հանդերձ գնում ծառայում, իսկ այն մարդիկ կոպեկներ են ստանում։ Հիմա շատ մարդիկ գալիս են պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագիր են կնքում, մեծ ցանկություն ունեն ծառայելու եւ ես արդեն ասել եմ ձեր գործընկերոջը, մեր վերջնական նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Հիմա մոտավորապես 10,000-ից ավել հայ հետախուզման մեջ է, որովհետեւ տեսեք, ընդհանուր առմամբ մոտավորապես կարող է լինի 12-13 հազար հետախուզող, դրանցից 10-11 հազարը բանակից խուսափելու համար հետախուզվող մարդիկ են։ Ճիշտ է, Facebook-ում դոշ ծեծելու համար բոլորը բան են, առաջինն են, բայց իսկ ո՞նց կվերաբերվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հենա նորից հարց էին հնչեցնում, եթե ընտրություններից մի ամիս առաջ մենք պոստում կանգնող մարդ չունենանք։